Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր փետրվարի 6-ն է։ Օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության եթերում։ Ադրբեջանը եղբայրական Թուրքիայի վիշտը ընկալեց որպես իրենը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև։ Նրանք երկու հրաշալի առաջնորդներ են՝ Տրամպը Իլհամ Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի մասին։ Ադրբեջանը վճռական դեր է խաղում համաշխարհային մատակարարման համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին Քարհամանմարաշի երկրաշարժի 3-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս աղետը լուրջ մարդասիրական մարտահրավեր դարձավ Թուրքիայի համար։ Այդ օրերին տեղի ունեցող իրադարձություններին խորը ցավով հետևելով ադրբեջանական ժողովուրդը եղբայրական Թուրքիայի վիշտը ընկալեց որպես իրենը եւ կիսեց նրա ցավը։ Ողբերգության առաջին իսկ պահերից ադրբեջանական պետությունն ու հասարակությունը հավատարիմ մնալով միասնության եւ համերաշխության սկզբունքներին կանգնեցին Թուրքիայի կողքին, օգնության ձեռք մեկնելով եւ աջակցելով։ Որպես մեր եղբայրական պարտքի դրսեւորում Ադրբեջանը իր ավանդը ներդրեց Քարհամանմարաշ նահանգում շինարարական եւ վերականգնողական աշխատանքներում եւ ակտիվորեն մասնակցեց այնտեղ ադրբեջանական թաղամասի ստեղծմանը։ Ադրբեջանի աջակցությունը եղբայրական երկրի ջանքերին մեր բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների հստակ արտահայտությունն է, նշվում է նամակում։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցության նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը։ Հիշելով Իրանի նախագահ Մասուդ Փեզիշքյանի հետ մի քանի օր առաջ ունեցած հեռախոսազրույցը, պետության ղեկավարը նշել է, որ բարձր մակարդակով տարբեր շփումները լավ հնարավորություն են ստեղծել երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր քննարկելու համար։ Պետության ղեկավարը նշել է, որ ինչպես նշել էր Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ, Ադրբեջանը մտահոգված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով եւ պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել այս լարվածության կարգավորման հարցում։ Զրույցի ընթացքում նշվել է երկու երկրների միջև բարեկամության, եղբայրության եւ բարիդրացիության սկզբունքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ մտքեր են փոխանակվել պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվանել է իսկապես լավ առաջնորդներ։ Նա այս հայտարարությունն արել է Վաշինգտոնում ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ։ Ամերիկացի առաջնորդը կրկին հիշեցրել իր դերը մի շարք միջազգային հակամարտությունների լուծման գործում։ Ես լուծել եմ կատաղի պատերազմներ, ինչպիսիք են Կամբոջան եւ Թայլանդը, Կոսովոն եւ Սերբիան, Պակիստանը եւ Հնդկաստանը, Իսրայելը եւ Իրանը, Հայաստանը եւ Ադրբեջանը, ասել է Թրամփը։ Խոսելով Բաքվի Երևանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի մասին Թրամփը շեշտել է. Երկու իսկապես լավ առաջնորդներ, նրանք կրվել են երկար տարիներ, բայց մենք դա բավականին արագ կարգավորեցինք, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը եւ Վալենտինա Մատվիենկոն պատասխանել են լրագրողների հարցերին։ Ադրբեջանի դերը արևելք-արևմուտք եւ հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքների հատման կետում վճռական նշանակություն ունի համաշխարհային մատակարարման շղթայի համար, ներառյալ մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնությունը եւ միջին միջանցքը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովը Դուբայում կայացած կառավարությունների համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված նոր մետաքսե ճանապարհ ֆորումում։
Սամիր Շարիֆովը նաև նշել է Զանգիզուրի միջանցքի ռազմավարական նշանակությունը, որը հայտնի է որպես Տրամպի ճանապարհ միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար։ Ավելի քան 6000 անվտանգության աշխատակից կհսկի ձմեռային օլիմպիական խաղերը, որոնք մեկնարկում են այսօր Իտալիայում։ Միլանում եւ Կորտինա դե Ամպեցոյում կայանալիք ձմեռային օլիմպիադային գրեթե 3000 մարզիկ է մասնակցում, երկու անգամ քիչ, քան անվտանգության աշխատակիցներն են։ Բացման արարողությունը տեղի կունենա Միլանի Սան Սիրո մարզադաշտում։ Ողջունի խոսքով հանդես կգա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան։ Միջոցառմանը ներկա կլինեն նաեւ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր երկրներից այդ թվում Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը։ Ադրբեջանական պատվիրակությունը խաղերի մեկնել է փետրվարի 5-ին։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը կլինի Ադրբեջանական օլիմպիական կոմիտեի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Անար Բաղրովը։ Ադրբեջանը խաղերին կներկայացնեն լեռնադահուկային սպորտում Անաստասիա Պապատոման եւ գեղասահքում Վլադիմիր Լիտվինցևը։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյան ակամարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևանասկոմ կայքի Facebook-յան էջը։ Բաքվի ռազմական դատարանում ավարտվեց Հայաստանի քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի եւ այլ անձանց դատավարությունը, ովքեր մեղադրվում են Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով խաղաղության եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում պատերազմի նախապատրաստման եւ վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների եւ սովորույթների խախտման, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնազավթման եւ բազմաթիվ այլ հանցագործությունների կատարման մեջ։ Այսօր այդ թեման ամենակնարկվողներից մեկն է Հայաստանում։ Հայ լրագրողները հարցում են անցկացրել քաղաքացիների շրջանում բարձելու նրանց կարծիքը սույն թեմայի վերաբերյալ։ Որ մեր երկրում հիմա տարուց ավել 2 տարի համարյա պատերազմ չկա, դա խաղաղություն է թե ոչ։ Ոնց եք գտնում օրինակ։ Ես գտնում եմ, որ խաղաղություն է։ Թող չգնային, չհանձնվեին։ Իրանց ոչ մեկ չէր ասում գնացեք հանձնվեք։ Այսինքն իրենց կամքով են գնացել։ Իրենց կամքով, ոչ թե իրենց կամքով գնացին, այլ չուզեցին իրենք դուրս գային։ Նրանք հույս ունեին ավելի լավ տեղ գնալու, բայց չստացվեց։ Նրանք Հակարի կամրջի վրա են։ Ես չգիտեմ, գուցե Հակարի կամրջով նրանք ուրիշ տեղ էին ուզում գնային, բայց ես գիտեմ, որ նրանց առաջարկվել է, որպեսզի դուրս գան, դուրս չեն եկել։ Մնացածը իրանց գործն է։ Ժողովրդի կարծիք չեն հարցնում, իրանք ինչ ուզում են անում, ոնց ուզում ուրիշ բան խոսում, ուրիշ բան անում են։ Հիմա խաղաղություն կա, զգում եք, որ կա, սահմաններում կա, ամենտեղ խաղաղություն կա։ Եթե պայմանագիր լինի, որ մենք ունենանք խաղաղություն, այդ դեպքում մեր գերիներին կարող ենք խաղաղ ձևով բերել։ Դրանք արժանի են այդ ամենին, որ այդքան ժողովրդի մատնեցին սրի կարելի է կոպիտ ասած։ Բայց խաղաղություն կլինի, եթե այս հին պարտիան, այս հները Տրիվատնոն, որ կա Լևոնը, Սերժը, Քոչարյանը հեռանան ընդմիշտ Հայաստանից։ Ես Փաշինյանի կողմնակիցը չեմ, բայց չեմ տեսնում իրանից առավել ուրիշ մարդու։ Եթե լիներ մի ավելի խելացի ծրագրով, ավելի գրագետ, որ հայ ազգի կողքին կլիներ, կընտրեի, բայց որ հիմի այս հներն են գալի, ոչ թե հողի կռիվ են տալ, ոչ թե հայրենիքի համար են պայքարում, այլ աթոռակ կռիվ է։ Երբ որ կվերանա այդ աթոռակ կռվի, ամեն ինչը նոր կլինի խաղաղություն։ Հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների մեջ կային այնպիսի մարդիկ, ովքեր հստակ գիտակցում են,
որ այդ մարդիկ ոչ թե այսպես կոչված պատաններ են, այլ անջատողական ռեժիմի նախկին առաջնորդներ, ովքեր բազմաթիվ պատերազմական հանցագործություններ են իրականացրել եւ պետք է կրեն իրենց արժանի պատիժը։ Նրանք հստակ գիտակցում են, որ Հայաստանի քաղաքացիների դժբախտության միակ մեղավորները նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, ովքեր հանուն իրենց կեղտոտ քաղաքական հաշվարկների պատրաստ են վտանգի տակ դնել խաղաղությունը, նոր պատերազմ հրահրել Ադրբեջանի դեմ, լավ հասկանալով, որ խաղաղ պայմաններում իրենք քաղաքական դաշտում ապագա չունեն։ Հայ ժողովուրդը արդեն բավական վճարել է ռևանշիստերի անհեռատեսության եւ արկածախնդրության համար եւ բացիաբաց հայտարարում է, որ միայն խաղաղություն է ուզում։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։